Ռուսաստանը խոստանում է պատասխան հարվածներ հասցնել Կիևին, եթե հաղթանակի օրվա շքերթը հարձակման ենթարկվի։ Կիևում գտնվող օտարերկրյա դեսպանատներին Մոսկվան կոչ է արել տարհանել իրենց աշխատակիցներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 2022 թվականի փետրվարին ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Կիևում գտնվող դիվանագիտական շատ ներկայացուցչություններ տեղափոխվել են Լվով։ Այժմ, ըստ որոշ աղբյուրների, Ուկրաինայի մայրաքաղաքում 85 դեսպանատուն կա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը վճռականորեն կոչ է անում երկրների իշխանություններին այս հայտարարությանը վերաբերվել առավելագույն պատասխանատվությամբ։ Ապահովել դիվանագիտական եւ այլ առաքելությունների անձնակազմերի, ինչպես նաեւ քաղաքացիների ժամանակին տարհանումը Կիևից, պայմանավորված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի անխուսափելի պատասխան հարվածով, եթե Կիևի ռեժիմը իրականացնի իր հանցավոր ահաբեկչական ծրագիրը մեծ հաղթանակի տոնակատարության ժամանակ։ Մայիսի 4-ին Երևանում էր Զելենսկին հայտարարել, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կարող են իր բառով մասնակցել Կարմիր հրապարակում շքերթին։ Թույլ տվեք հիշեցնել, թե ինչպես են զարգացել իրադարձությունները։ Մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի Երևանում կայացած գագաթնաժողովի ժամանակ Կիևի ռեժիմի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին թույլ տվեց իրեն ագրեսիվ եւ սպառնալից հայտարարություններ Մոսկվայում հաղթանակի օրվա Սուրբ տոնը ահաբեկչական գործողություններով խափանելու իր մտադրության մասին։ Ներկա էին Եվրամիության որոշ երկրների ներկայացուցիչներ եւ նրանցից ոչ մեկը չզսպեց Կիևի ռեժիմի առաջնորդին։ Внимание! Говорит и показывает Москва. Ապրիլի 28-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 9-ի շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի, ընթացիկ օպերատիվ իրավիճակի պատճառով։ Կարմիր հրապարակով չեն անցնի նաև Սուվորովյան եւ Նախիմովյան ռազմական ուսումնարանների սաները, կադետական կորպուսի ներկայացուցիչները, բայց շքերթին կմասնակցեն ռազմական ինքնաթիռներ։ Հաղթանակի օրվա առթիվ մայիսի 8-ից 9-ը Մոսկվան նաև հրադադար է առաջարկել Կիևին։ Զելենսկին սակայն մայիսի 6-ից անժամկետ հրադադարի առաջարկ արեց։ Ռուսաստանը մեր հրադադարի առաջարկին միայն նոր հարձակումներով է արձագանքել։ Եթե Մոսկվայում կա մի մարդ, որը չի կարող ապրել առանց պատերազմի եւ միայն մեկ շքերթով է հետաքրքրված, դա ուրիշ հարց է։ Ուկրաինան պատրաստ է աշխատել խաղաղության համար։ Ուկրաինան ձգտում է արժանապատվորեն ավարտել այս պատերազմը։ Իսկ Ռուսաստանը հասել է այնտեղ, որ նույնիսկ նրա գլխավոր շքերթն այժմ մեզնից է կախված։ Զելենսկին նաև հայտարարել է, որ ամբողջ գիշեր Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարբեր շրջանների։ Ամենաթեժ իրավիճակը Դոնեցկի, Խարկովի եւ Դնեպրի մարզերում է եղել։ Դնեպրում վիրավոր կա ըստ Կիևի։ Սումի, Չեռնիգովի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերում նույնպես լարված դրություն է եղել։ Ռուսական կողմն էլ ուկրաինական հարձակումների մասին է հայտնում։ Գիշերը Ռուսաստանի տարածքում ուկրաինական 347 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, հայտնել է Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Տվերի մարզպետ Վիտալի Կորոլյովը հայտնել է, որ Ռժևում հարձակման հետևանքով տարհանվել է 350 մարդ, այդ թվում 60 երեխա, 5 հարկանի շենք է վնասվել։ Բրյանսկի նահանգապետն էլ հայտնում է, որ բնակելի շենքին ուկրաինական հարվածից 13 վիրավոր կա։ Ալեքսանդր Բոգոմազի խոսքով նրանցից մեկը երեխա է։ Մարիամ Ամիրջանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։